Վիրահատվել եմ 25 թվականի մարտի 26-ին, անցել եմ մոտավորապես 9 ամիս, հիմա արդեն մոտավորապես 72 կիլոգրամ իջել եմ։ Այն ժամանակ 4 հոգով ենք, մնացենք 2-ով հələ, բայց հույս ունենք մինչև մայիս կմնանք մենակ։ Մոտավորապես 80-ից 90 կիլոգրամ կլինեմ։ Երբ որ եկել եմ մոտավորպես եղել եմ 176 կիլոգրամ։ Ընտրության հարց եղա, ընտրությունը ի սկզբանե մենակ պարոն Շահբազյանի շուրջ է եղել, պրոստը օրերի խնդիր կար, այսինքն իմ գալուց հետո մոտ 3 ամիս տեղ չուներ դոկտորը, բայց լուրջ դեմքով ասացի, որ 10 օրվա ընթացքում եթե կվիրահատեք, հետո էլ չեմ ռիսկ անի վիրահատվում, որովհետև մոտ 2 տարի ես տրամադրվում եմ ես վիրահատությանը։ Մինչև ինձ 8-ից 9 ընկեր ուղարկել են, որ իրանք վիրահատվեն, նոր ես եկել եմ վիրահատության, որովհետև իմ համար վիրահատությունը դա անսովոր աշխարհ էր, ես առհասարակ բժշկի միշտ դիմում էի այն ժամանակ, երբ որ դանակը ոսկորից անցնում էր այդ փուլում, բայց բժշկի վստահությունը այնքան մեծ էր ու ունենց պրոֆեսիոնալ թիմեր աշխատում, որ ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Առաջի այցից մոտ 10 օր հետո, ամառը 10-12 օր հետո վիրահատությունս օր արդեն նշանակված էր։ Իմ կյանքը sense մոտավորապես լրիվ փոխվել է, կարելի ասել, կյանքից որակն է փոխվել, թե այն ժամանակվա անքնությունը կամ երկար քնելը, որ կարող է 3 սուտկա չքնեի, 2 սուտկա քնեի, դա վերացել է, այսինքն թե քո գրաֆիկն է կարգավորում, այսինքն դու ապրում ես ինչ որ ապրում են մարդիկ, ովքեր ունենում են նորմալ առողջական վիճակ, նորմալ քաշ եւ այլն եւ այլն։ Իմ քաշը երբեք ինձ զգացնել չի տվել, դա էլ գալիս է, որ միշտ սպորտով եմ զբաղվել ու բավականին երիտասարդ եմ դեռ, բայց ոնց որ կասեն ինձանից ավակ ընկերներ, ինչքան տարիքդ մեծանար, այնքան զգացնել էր տալու ու ես շատ ուրախ եմ, որ դիմեցի դոկտորին ու այս վիրահատության շնորհիվ իմ կյանքում փոփոխություն եղավ։ Բժշկի ընտրությունը այդ ամենակարևոր փուլն է վիրահատվելուց առաջ։ Ոնց քեզ բացատրեցին քո հետ ինչ է լինելու հետո, դու այդ պատկերացումով գալու ես մտնես վիրահատարան կամ գալու ես չմտնես վիրահատարան։ Այն էմոցիան, ինչ որ ես ստացա Սևակ Սանասարովիչից, բերեց նրան, որ ես որոշեցի 10 օրում վիրահատվեմ, որին 2 տարի չէի համարձակվում գնալ այդ քայլին, որովհետև ես մտածում եմ ինձ դա պետք չի։ Բայց բացի էսթետիկ հաճույքից, բժիշկը բացատրում է, որ նաև դու կարաս հետագայում ունենաս առողջական խնդիրներ, կարաս ունենաս բարդացումներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն բժիշկը քեզ պետք է ճիշտ ներկայացնի դու վիրահատություն անելով ինչ ես հասնելու կամ ինչ արդյունք ես ունենալու։ Իմ վիրահատվելուց հետո արդեն իմ բարեկամներից, հարազատներից 4-5 հոգի էլի իմ ուղղորդմամբ եկել են իմ բժշկի մոտ, որ իրանք էլ փորձեն ճիշտ կառուցեն իրենց առողջությունը, ճիշտ դասավորվի իրենց հետագա կյանքի առաջընթացը։ Շատ շնորհակալ եմ Սևակ Սանասարովիչին, որովհետև ինքը լրիվ փոխեց իմ կյանքի որակը։